ոչ մի կերպ չենք կարողանում արտամղենք դուրս այս շենքի տակից, գնա ջահանդամի ծոցը մի որևէ դատարկ տեղ, ինչքան ուզում եք ցույց տվեք ձեր տուտուզներն ու կապույտ մաշկերը։ Բանաստեղծի պայքարը գիշերային ակումբի դեմ շարունակվում է արդեն 15 տարի, առայժմ ապարծում։ Գիշերային աղմուկի պատճառով Արտեմ Հարությունյանը շատ նյարդեր է քայքայել։ Գիշերները չի ստացվում կենտրոնանալ, ստեղծագործել։ Բաղրամյան փողոցի փոքրիկ բնակչի բառամթերքը նույնքան գունեղ չէ, բայց նա էլ մատնանշում է մշտական աղմուկին պարբերաբար ուղեկցող խմբակային քաշքշուկից տարածվող հոռի բառապաշարը։ Վատ բառեր եմ լսում, աշխատում եմ ուշադրություն չդարձնել։ Կցանկանայի, որ սա այստեղ չլիներ։ Համել տեղ կազատվեր ու երեխաները կկարողանային խաղալ բակում։ Բակերում բնակելի շենքերի հարևանությամբ գիշերային ակումբները բնակիչների աչքի փուշն են։ Հասարակական կարգի պահապաններին ու դատական մարմիններին բողոքները հիմնականում ավարտվում են ձայնամեկուսացման պահանջների խստացմամբ։ Դիմել են դատի, դատարանը որոշեց, որ հաստացնեն առաստաղը, իբրև հաստացրին։ Ամեն մի նոր երաշտական բաժնի, այդպես ասած, ղեկավարի գալով աղմուկը նորից բարձրանում է մինչև չգիտեմ ուր։ Որոշ դեպքերում խնդիրը միայն աղմուկը չէ, բնակիչներին բակում տեղ չի մնում մեքենա կայանելու համար։ Կարող եք ինքներդ նայել, հենց մեր հարևանությամբ այստեղ ներքևում է, եւ նաեւ այս ներքևի տարածքը, որը նրանք վերցրել են մեզնից եւ չենք կարողանում մեքենաները կայանել այստեղ, իրենց մեքենաներն են այստեղ կանգնում եւ մեզ էլ թույլ չեն տալիս կանգնել։ Մեր բողոքը կայանում է նրանում, որ ուզում ենք անաղմուկ ու հանգիստ գիշեր ունենանք, այդքան բան։ Քաղաքացիների դժգոհությունը հասել է նաև կառավարություն։ Արձագանքելով բողոքներին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել հարցը, քանի որ բնակելի շենքերի հարևանությամբ նման հաստատությունները խանգարում են մարդկանց հանգիստը, աղավաղում հասարակական միջավայրի բարոյական պատկերը։ Հանձնարարում եմ բազմաբնակարան շենքերում եւ նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների եւ նման զվարճանքի օբյեկտների անհրաժեշտության դեպքում այլ վարերի տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ուսումնասիրություն է սկսել պարզելու, թե գիշերային հաստատությունները քաղաքից դուրս բերելը ինչ ազդեցություն կունենա գործարար միջավայրի եւ մրցակցության վրա։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն էլ նախ պետք է ճշտի, առհասարակ քանի նման հաստատություն կա։ Հնարավորին սրճակետներում այդ առաջարկությունները մենք կներկայացնենք վարչապետին։ Որ հաստատությունն է խանգարում բնակչությանը եւ որը ոչ։ Հարցի պատասխանը կարևոր է գիշերային գործունեություն ծավալող, սակայն քաղաքացիների բնականon կյանքը չխաթարող տնտեսվարողների համար։ Քանի որ մենք չունենք ոլորտը վերահսկող մարմին, ոլորտում ինչ ասես կատարվում է։ Վարդան Աբրահամյանը արդեն երկար տարիներ իր գործը սկսում է հենց գիշերային ժամերին։ Աշխատել է ամենատարբեր փաբերում։ Հասկանում է, որ անգամ փոքր, բայց աղմկոտ կենտրոնները վերահսկման կարիք ունեն։ Բայց եւ վստահ է, բոլոր հաստատությունները չէ, որ պետք է դուրս բերվեն բնակելի տարածքներից։ Գիշերային կյանքը տարանջատել գիշերային ակումբների եւ սթրիփ կլաբերի, դրանք լրիվ տարբեր բաներ են, ըստ հանրության մեծամասնությունը դժգոհություններ հայտնում է սթրիփ կլաբերի հետ կապված։ Ինչ վերաբերում է փոքր ակումբներին, քաղաքից դուրս անիմաստ է եւ հետո զբոսաշրջությանն է դա մեծ վնաս։ Թե հատկապես քանի հաստատություն պետք է դուրս բերվի քաղաքից, պարզ կլինի թերևս դեկտեմբերի սկզբին։ Ուսումնասիրության համար սահմանվել է 10-օրյա ժամկետ։ Բնակիչներն ակնկալում են, որ վարչապետի նախաձեռնությամբ խնդիրը վերջապես լուծում կստանա։ Կարծում եմ, որ իր ուժը կպատի եւ այս մեծ աղմուկ հանող հիմնարկը դուրս շպրտի, որովհետև սա խայտարակություն է։ 10 տարից ավել է, որ կապում ենք այդ հույսերը, անընդհատ բողոքներ, դատեր, բայց ոչ մի պիսի լուրջ քայլեր չեն ձեռնարկում։ Բնակիչների հիմնական պահանջը մեկն է, ինչպես Նյու Յորք կազինոները, այնպես էլ հիմա ստրիպտիզ ակումբներն ու ժամանցի նման այլ կենտրոնները գործունեությունը պետք է շարունակեն քաղաքամերձ, չբնակեցված գոտիներում։ Լարա Արաքելյան, Վաչե Պետրոսյան, Էդգար Դավթյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։